Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ մեդիա հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա անալիտիկ հաղորդման շրջանակում իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ։ Եվ այսպես, պարոն Մանուկյան, իրադարձություններն այնքան շատ են, որ թերևս դժվարանում են կոնկրետ որևէ հարցից սկսել, որովհետև բոլորն էլ կարևոր են ու կարևոր են այն աստիճանի, որ մի քիչ առաջնահերթությունները սահմանելը բարդություն է առաջացնում, սակայն մի բան ակնհայտ է, որ այս բոլոր գործընթացները, այս բոլոր խնդիրները գնում են դեպի մեկ նպատակ, այն է Ալիևի պահանջների ամբողջական ու անմնացորդ կատարում։ Բայց ինչևէ, սկսենք թերևս վերջին իրադարձություններից, երբ կալանավորվեցին հերթական հոգևորականները, այս պայն արդեն 3 թեմի առաջնորդ գտնվում են կալանքի տակ, գումարած նաև հոգևոր հովիվները։ Ինչ եք կարծում, այս գործընթացը շարունակվելու է մինչև կաթողիկոսի կալանավորում եւ նրա հեռացում գահակալությունից, թե ինչ որ մի աստիճանի Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ կանգ կառնի, թեկուզ եւ հանրային ճնշման ներքո, եթե այդպեսին լինի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսեմ ամփոփիչով։ Մենք գահավիժում ենք։ Մենք արագընթաց տեմպով գնում ենք դեպի բարոյազրկում, ինքնիշխանության կորուստ, պետականության կորուստ եւ ներքին բախումների դաշտ։ Սա գուշակություն չէ, սա հաշվարկ է եւ այսօրվա իշխանությունները կարծես թե նպատակ են դրել դա իրագործել։ Եվ անշուշտ այդ ամենը ցավալիորեն փաստ է, որ հայկական օրակարգ չէ, Հայաստանում չորոշվում է այդ ամենը թելադրվում է։ Թելադրվում է եւ մի ամբողջ սա նվաստացման էպոխա է, այսպես ստորացման փուլի մեջ է մտել Հայաստանը, դրսում կուրկուրի ձակ, խեղճ, թրջված հավ, եւ որքան թրջված դրսում, այնքան ագրեսիվ ներսում, վատ չինովնիկներին էին այդպես բնութագրում, իրենք նվաստանում էին ղեկավարների առաջ, բայց նվաստացնում էին իրենց ենթականերին։ Նիկոլ Փաշինյանը այսօր է իր շեֆերից նվաստանում է, ձեռ են առնում բոլորը արևելքից արևմուտք, բայց նույն մուրը, նույն մաղձը ինքը Հայաստանի ժողովրդի, Հայաստանի պետության վրա է թափում։ Այս ամփոփիչ մաս, իսկ իրականությունը, այսպես ես մի փոքր ժամանակագրական վերլուծություն եմ արել, այս դեպքերի հետ կապված, հատկապես այս վերջին ապարանի Արագածոտնի մարզիկ քահանաների ձերբակալման հետ կապված, իսկապես դա ծրագիր է եւ ես նայեցի մայիսի 22-ին Փաշազադեի մուսուլմանների հարավային Կովկասի առաջնորդի ուղերձը կար, ես ուզում եմ այդ ուղերձը ուղիղ կարդալ եւ դրան հետեւող դեպքերը նույնպես։ Տեսեք ինչ է հայտարարել մայիսի 22-ին Ալլահ Շուքյուր Փաշազադեն, որ իրենք արդեն ստեղծել են Երևանի եւ Էջմիածնի Ղազիաթ թեմ, այսինքն այնքան են առաջ գնացը, որ ստեղծել են մուսուլմանական թեմեր Երևանի եւ Էջմիածնի տարածքում։ Եվ անմիջապես սրանից հետո սկսվեց ակտիվ հարձակումներ, արդեն ոչ թե խոսքի, այլ գործնական հարձակումներ եկեղեցու վրա, եւ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը տեղի ունեցավ հենց այս որոշումից հետո, որովհետեւ Սամվել Կարապետյանը աջակցություն հայտնեց կաթողիկոսին, Էջմիածնին, այն էլ աջակցությունը այն բանով էր, որ Շվեյցարիայում կաթողիկոսը Ղարաբաղի պաշտպանության ելույթեր ունեցել, ինչը շատ նորմալ է, եւ դրանից հետո շարունակվում է այս գործընթացը։ Ադրբեջանից անդադ գալիս են այսպես հրահանգներ եւ հրահանգներից հաջորդը հետեւյալն էր։ Նույն Փաշազադեն հայտարարում է. այս սադրիչ քաղաքականությունը շարունակվում է նաեւ հիմա
Հետևաբար Փաշինյանը պետք է լուրջ այս բառի վրա ուշադրություն դարձնել, հա, Փաշինյանը պետք է լուրջ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի այստեղ։ Ճիշտ է, վերջերս Փաշինյանը լիովին բացահայտել է եկեղեցու իրական դեմքը, հայ ժողովրդին ցույց է տվել եկեղեցու ամենալուրջ խնդիրներն ու դիմելով եկեղեցիական հավատացյալներին հայտարարել է, որ Գարեգինը պետք է հեռացվի։ Եվ մյուսը, այլ այդ հայտարարությունների մեջ հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է քաղաքական գործընթացների մասնակից, դաստիարակել է սեպարատիզմի եւ ատելության ոգով եւ այսօր էլ շարունակում է միջամտել պետական քաղաքականությանը, խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Սրանք կարծես առաջադրանքներ են, որին անմիջապես հետևել են գործընթացները, գործողությունները, ձերբակալությունները Հայաստանում։ Այսինքն ինչ է կատարում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի ոչ միայն տարածքների նկատմամբ, ոչ միայն ինքնիշխանության նկատմամբ, այլև ինքնության ոչնչացման, կուլտուր, մշակութային, պատմական արժեքների ոչնչացման առումով մի նոր փուլ է մտել, այսինքն իրենք խնդիր են դրել ուղղակի Հայաստանի ոգեղեն սյուներն էլ ոչնչացնել։ Հիմա այդ ամենը որ փորձեք իրար կողքի դնել, պատմության հետ կապված նոր Հայաստան, հին Հայաստանը մերժում ենք, շարժումը մերժում ենք, շարժման մասինով հիշի կարող է պատժվել, ցեղասպանությունը մոռացել ենք, սփյուռքը մոռացել ենք, եւ եկեղեցինը եւ ինքնության բանն է, գումարեք սրա նաեւ այն կոնցեպտը, որ վերջերս կառավարությունը հրապարակեց, գեղագիտական տեղորոշման այդ հիմարությունը, որտեղ ակնհայտ հրահանգում է, որ ինչով պետք է զբաղվի մշակույթ, ինչով պետք է զբաղվեն դպրոցները։ Սա կրկին գրաքննություն է սա։ Գրաքննություն ավելի վատ, քան նախկին, քան նույնիսկ սովետի ժամանակ է եղել։ Ակնհայտ երևում է, որ այս մոզաիկան որ կառուցում ես, ստացվում է այդ ամբողջ համալիրը, որ ադրբեջանա-թուրքական ծրագիրն է, որի իրագործողը Նիկոլ Փաշինյանն է, Հայաստանը ոչնչացնել եւ ֆիզիկապես, տարածքային, հոգեվոր առումով եւ այդ անցողիկ ճանապարհով կամ կարիդորով եւ հիմա ակտիվ փուլ է սկսվել այս հոգեվոր ինքնության բանը ոչնչացնել, որովհետեւ եթե ասում են ուզում ես մարդուն ոչնչացնել, սկզբից անունը ոչնչացու, ոգին ոչնչացվի, իրան ոչնչացնել դառնում է։ Սա խայտառակ բան է եւ ես երկու բանի վրա եմ զարմանում, մեկ որ այս ամենի արձագանք չկա միջազգային կառույցներից, որովհետեւ մարդու իրավունքների ոտնահարումները, ձերբակալությունների, փաստաբանի ձերբակալության հետ կապված ակնհայտ է, ցինիկ է, լպիրշ է, ցուցադրական Կոչուբաևին է նաեւ վերջին փաստը դա էր, եւ մի քիչ էլ զարմանում եմ անկեղծ ասած մեր հասարակության պասիվությունից, հասարակությունը ոնց որ աղոթած լինի, այս են դեպքերն են, որ եկեղեցու վրա հարձակումը պետք է լայն արձագանք ունենար, բայց կարծես թե չկա, չգիտեմ, եթե հետո կստացվի, կպայթի, հանգիստ ձևով շարժում կձևավորվի, բայց այնուամենայնիվ մտել ենք մի հատ տարօրինակ փուլ, որտեղ արտաքին աշխարհը իրան աջակցում է, ամերիկացիները աջակցում են, թուրքերը աջակցում են, հասարակությունն էլ հրաժարվում է պաշտպանել իր պատմական արժեքային համակարգը, իր արժեքները պաշտպանելը։ Եվ թեպետ այս ամենի նպատակը, ձեզ ասեմ, մեկն է Հայաստանի իշխանությունների նպատակը, ինչը համընկել է Ալիևի եւ տվյալ դեպքում Փաշազադեի նպատակների ընտրություններն են։ Նրանք էլ ակնհայտ ասում են, որ հանկարծ եթե դուք Նիկոլին չընտրեք, պատերազմ կլինի։ Նիկոլն էլ հայտարարում է, որ եթե հանկարծ ես չընտրվեմ, հռչակագիրը սամբանից սամնալություն չենք անի եւ պատերազմ կլինի։ Լրիվ այսպես ներդաշնակ հարմոնիկ աշխատանք է կատարում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների միջև ոչնչացնել Հայաստանը, քաղաքացուն զրկել քաղաքացու կոչումից, ողնաշարը կոտրել եւ այդ ձեւով գնալ ընտրությունների, ինչը երկու հոգու շահերի հետ համընկնում է։ Մեկ Հայաստանի իշխանությունը եւ Ալիևի։ Երկուսին էլ խիստ անհրաժեշտ է 26 թվականի ընտրությունները այս հունով տանելու համար։ Սա
մի եզրակացություն պետք է բերի կամ հայ ազգը ունի արժանապատվություն ու դիմակայելու է այս ու դիմակայելու է, ուժ ունի, ինտելեկտ ունի, մարդկային ռեսուրս ունի, հիշողություն ունի, կառույցներ ունի եւ այս դեպքում այսպես ասեմ, ոչ թե իշխանությունները կհամարվեն դավաճան այս գործընթացը անելու, այլ հասարակությունը կհամարվի դավաճան այս գործընթացը թույլ տալու։ Եթե չկասեցնի այս գործընթացը։ Էյնշտեյնը մի հատ այսպիսի բան ունի, միշտ սիրում եմ այդ ասույթը, ասում է հանցագործ չեն նրանք, ովքեր հանցագործություն են կատարում, հանցագործ են նրանք, ովքեր տեսնում են, որ հանցագործություն է կատարվում եւ ոչինչ չեն անում։ Մեր հասարակությունը մոտենում է այդ շրջանին, որ տեսնում է ինչ է կատարվում ու ձայն չի։ Որում պարոն Մանուկյան, ազդակները ակնհայտ են։ Նայեք դուք մատնանշեցիք Փաշազադեի հայտարարությունները տարբեր ժամանակահատվածում, իդեպ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանավորումից առաջ էլ օրեր առաջ Փաշազադեն կրկին ուղիղ տեքստով հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին եւ Սփյուռքը խոչընդոտում են խաղաղության պայմանագրի վերջնական կնքմանը, այսինքն այդ ազդակները արդեն բաց են։ Ալիևը հայտարարել էր ավելի վաղ, որ Հայաստանում, եթե Նիկոլ Փաշինյանը արմատախիլ չանի ռևանշիստական նկրտումները, իսկ նա ռևանշիստ համարում է բոլոր նրանց, ովքեր խոսում են Արցախից ու արցախցիների իրավունքներից, ապա մենք ինքներս դա կանենք։ Այսինքն հասարակության համար դա արդեն ակնհայտ է։ Փաշինյանը զրկված է այս առումով որևէ մանիպուլատիվ գործողություններից եւ այն ներքին օրական, այո, ամեն ինչ արդեն ուղիղ է։ Շատ անթակույց են, շատ ուղիղ են, առանց կուճումուճ բաների, ուղիղ հրանգներ է գալիս եւ ուղիղ հրանգներին հաջորդում է գործողությունները։ Եվ անբարոյականությունը, երբ հայտարարում են ԿՊԻ-ստները, որ սա իրավական գործընթաց է, ակնհայտ է, որ այստեղ իրավաբանություն չկա, Քոչիբաևի հետ կապված բանը դուժողը չկա, եթե դուժող չկա, մարդը Facebook-ում բան այլ, դու ինչ իրավունքով ես փաստաբանին ձերբակալում են այդպես անշնորհք, ակնհայտ է, որ փաստաբանը գոնե այդ առումով մի քիչ գրագետ է, դու եթե ընդհանրեն իրան մի հատ թուղթ ուղարկեր, որ արի վկայություն տալ, պարզ է, որ կգար, այս ցուցադրականություն միայն վախի համար է։ Իսկ վախի նպատակը միայն առաջիկա ընտրություններին հարթ խելոք սուսուփուս հասարակություններին, առավել եւս որ Կոչուբաևը իր այդ ստատուսում Facebook-յան մեղադրել էր դատավորներին հոգեվորականներին կալանավորելու հետ կապված այն դեպքում, երբ որ Փաշինյանը ինքը ուղիղ եթերով նույն դատավորներին անվանում էր պատերի տակ վնգստացողներ, այսինքն այդ վիրավորանքների, այդ նեգատիվի ամբողջ հիմքը դրել է հենց Նիկոլ Փաշինյանը, մարդկանց ծեփել պատերին, որը ուղիղ սպառնալիք է, փռել ասֆալտին եւ վիրավորանք արդեն իրավապահ համակարգին վնգստացող դատավոր անվանելով։ Հիմա այս երկստանդարտ մոտեցումները, երբ որ մի կողմի համար թույլատրելի է, մյուս կողմի համար դատապարտելի, ինչպես դուք նշեցիք, ամբողջովին այդ վախի մթնոլորտի տարածման իմաստն է, որպեսզի հասարակությունը ճնշված զգա ու 2026 թվականին ընտրի նրան, ում ինքը ցանկանում է, չի ցանկանում, ընտրի նրան։ Չէ, ծիծաղելի է, անշուշտ այստեղ իրավաբանության նշույլ չկա, եւ տեսեք, Նիկոլը ասում է, որ քաղաքական այստեղ էլեմենտ չկա, կոմպոնենտ չկա այս գործերի մեջ, այդ դեպքում ուղիղ հարց եմ տալիս, պարզ միամիտ հարց եմ տալիս։ Սամվել Կարապետյանի գործով ինչու է 50 քննիչ ներգրաված։ Այս սրբազանների գործով 50-ից ավելի քննիչներ է ներգրաված։ Ես երեք հետաքրքրվել եմ իրավաբաններից, ուրեմն ամեն քննիչ մոտավորապես զբաղվում է զուգահեռ միաժամանակ 80-ից 100 գործով։ Այսինքն ծանրաբեռնվածությունը ահավոր շատ է։ Մի մարդ, մի քննիչ ունի 80 թղթապանակ, միջինացված եմ ասում, եւ 80 գործ ինքը զբաղվում է դրանով։ Եվ հիմա այդ 100 քննիչին Այդով է որոշել, այդ քննչականի պետն է որոշել, թե քաղաքական հրանգ տվել 3 օրվա ընթացքում գործեր բարձեք, գործեր կարեք, տակը դրեք այդ գործերի 100 քննիչ զբաղված է այս 2-3 օրվա ընթացող դատավարություններով, կալանքների որոշումով, հետախուզման քննություններ անցկացնելով, ակնհայտ քաղաքական է։ Ուրիշ տվյալ ասեմ, դատավորների ծանրաբեռնվածությունը Ճիշտ եմ, որ միջինացված կարգով յուրաքանչյուր դատավոր 200 գործ ունի, այսինքն 2 թղթապանակ ունի եւ 200 գործ է վարում։ Այդ ծանրաբեռնվածության պայմաններում
տեսակ է սրբազանների կալանավորման խնդիրը մի քանի ժամվա ընթացքում լուծեցի։ Մի քանի ժամ է պետք, որպեսզի այդ պատվերը կատարի, այն դեպքում, որ միջին, ասենք, մի դատավորը նիստերի արանք սահմանում է 3-ից 4 ամիս։ Այսինքն մի հատ նիստ արեց, այդ նույն գործով ինքը կարող է հաջորդ նիստը հրավիրել ամենաշուտը 3-4 ամիս։ Այս դեպքում տեսնում եք այդ թփշը փարագացված կարգով ծանրաբեռնված են այդ դատավորները, այն առումով եմ ասում, որ արդյունք չեն տալիս։ Հա, վճիրները արդեն կայացված են։ Իհարկե, այլ հարցի մյուս կողմն է։ Երկիրը թաթախված է հանցագործությունների մեջ, այն մեծ խոստում ճոռոմաբանները ասում էին, որ հին իշխանությունների բոլոր բաները պետք է բացվեն, հանցագործությունը, օլիգարխները մնացել են, գողերը մնացել են, կաշառակերները մնացել են, այդ բոլորի բիզնեսը ծաղկում է, նրանք ովքեր կերել են բանակ, ովքեր վերջացրել են մեր երկրի տնտեսությունը կամ միայն զբաղված են այլ կաշառքով շորթմով, այսօր ազատ իրանց համար իրանց քեֆին ման են գալ։ Մի օրինակ հիշեցի, այս համատելու համար, որ ասում եմ ամեն գործով 50 քննիչ են։ Մարտի 1-ի ծավալուն գործով այդ հազարավոր մարդկանց ձերբակալություններ, վիրավորներ, սպանություններ, մոտավորապես 30 քննիչ էր զբաղված։ Բայց հիմա մեկ հոգու համար 50-ից ավելի քննիչ դրել են, որովհետև խնդիր է դրված այդ մարդկանց խեղճացնել, այդ մարդկանց կզացնել։ Այս է վիճակը։ Եվ ով կարող է համարձակվել ասել, որ այստեղ իրավաբանություն կա։ Այստեղ կա քաղաքական պատվեր, եւ մենք որ ասում գահավիժում ենք դեպի բռնապետություն, այս է։ Դա այս պարագայում ինչու է պայմանավորված վեհապարի լռությունը, այսինքն չակերտավոր լռությունը, որովհետև այն հայտարարությունները, որ հայ առաքելական եկեղեցին ընդունում է, կարծում եմ բավարար չէ, որովհետև կողմերին ինչ-որ կոչ է անում չտրվել սադրանքների եւ այլն, որովհետև ակնհայտ է, որ նման տեմպերով ի վերջո կալանավորվելու է նաեւ վեհապարը։ Ու Նիկոլ Փաշինյանը կարծում եմ նման ընթացքի պարագայում չեմ մտածում, չէ։ Նախ եկեղեցին ներող կրնեք իր սահմանադրական բաների մեջ է պահում, որովհետև եկեղեցին եւ պետություն անջատ են, ինքը քաղաքական հայտարարություններ չպետք է անի։ Եվ եթե անում են անհատները, դա ամենևին չպետք է վերագրել էջմիածնին, եկեղեցին։ Երկրորդ, իրենք երեք ունեցել են հայտարարություն, լուրջ հայտարարություններ, մտահոգություններ եւ խնդիրը պարզ բացատրում են։ Իհարկե համեստ, ոչ ագրեսիվ բաներով, մի հատ էլ բան կա։ Ես էլ եմ դրանում վստահ, կաթողիկոսին որևէ կերպ հանել հնարավոր չէ։ Չկա այդ մեխանիզմը, որովհետև չկա այդ ձևի բան։ 400 հոգի պատվիրակները պետք է հավաքվեն, քվեարկեն, որ կարգալույծ անեն, հիմքերը պետք է ունեն, այդ ձևի հիմքեր չկա, եւ բացի այդ 27 թեմ Հայաստանից դուրս է։ Սփյուռքը ամբողջությամբ Նիկոլի ցանկություններին չի ենթարկվելու, եթե անգամ Հայաստանում գտնվեն մի քանի հուդաներ, մատնիչներ կամ կաթողիկոսի ախորժակ ունեցող հոգևորականներ, այդ առումով հանգիստ է եւ կարող է կալանավորել։ Այդ դեպքում առավել եւս իր ակտիվությունը պետք չի, որտեղ պետք չի սադրել, որ իրան կալանավորեն, որտեղ կալանավորել դա արդեն քաղաքացիական բախումների կտանի։ Հավանաբար հենց այդ պատճառով է հետաձգում այն իր հայտարարած հոգևոր հավաքը էջմիածնում, որը պետք է իբր ինքը աներ իր աջակիցների կամ իր ձևակերպմամբ հավատավոր ժողովրդի աջակցությամբ։ Գիտեք, ես վախենում եմ այդ բախումից, անկեղծորեն ձեզ ասում եմ։ Եվ եթե Նիկոլը չի վախենում այդ բախումից, իր հետ պետք գնել չի, որ քաղաքացիական բան խառնաշփոթ կստեղծվի Հայաստանում, ինչը լրիվ նպաստավոր է դրսի ուժերի համար ակտիվ գործողությունների անցնելու, եւ բացի այդ Հայաստանը չունի այն ռեսուրսը, որ հիմա էլ մի հատ էլ ներքին բախումներ դրատակից դուրս գանք, այդ շատ ծանր կնստի մեր վրա, եւ այդ խոհեմությունը, եթե կաթողիկոսը դրսևորում է, ես կարող է շատերը նույնիսկ իմ հետ չհամաձայնեն, որ չէ ինքը պետք է ագրեսիվ լինի, իր թիմին պետք է անի, զանգերը պետք է հնչեցնեն, ես այդ կարծիքին չեմ, այստեղ կաթողիկոսը իսկապես իր բարձրության վրա է մնում, խոհեմության, եւ այդ առումով նաեւ ողջունելի է, շատերը քննադատում են Արամ Վեհապարի պատվիրակի գալ է այստեղ էլ մի հատ ժուլիկություն արեցին, կառավարության ինֆորմացիան նայում ես, որ ինքը օշնել է, օգնել է, նվեր է տվել, ողջունել է, ամեն ինչ դրական մանիպուլատիվ, բայց իրականում ինքը եկել է մտահոգություն հայտնելու,
որ չի կարելի եկեղեցու նկատմամբ, սրբազանների նկատմամբ, հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ այդպիսի բռնարարքներ կիրառել։ Եվ իր մտահոգությունը նաև միգուցե այսպես հաշտեցնելու, խաղաղլուծում գտնելու, իսկ դա է լուծումը։ Չի կարելի գնալ կոպիտ ճանապարհներով, Հայաստանին է վնաս, եկեղեցուն չի վնաս։ Այս պետք է հասկանան բոլորը։ Իդեպ ներքին բախումներից երբ խոսեցիք, ես հիշեցի 90-ականների սկզբները, երբ որ իշխանության էր ՀՀՇ-ն, դուք, այսինքն պարոն Մանուկյան, Հայաստանի հաղթանակի գրավականներից մեկն էր նաև քաղաքական տվյալ պահի քաղաքական իշխանության քաղաքական գրագիտությունը, երբ որ Հայաստանում կանխեց, թույլ չտվեց, որպեսզի զարգանան ներքին բախումներ, երբ զուգահեռաբար հարևան պետություններում եւ Ադրբեջանում եւ Վրաստանում ընթանում էր քաղաքացիական պատերազմ։ Այսինքն իմ կարծիքով Հայաստանի ներքին կայունությունը նաև նպաստեց Արցախյան առաջին ազատամարտի։ Միանշանակ Էլչիբեի հիմարությունները, ներքին խժժությունները Ադրբեջանում մեզ համար հնարավորություններ տալիս լրացիչ տարածքներ ազատագրել եւ խնդիրը առաջ տանել։ Իհարկե այդպես։ Հենց նույն 98 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ այլ ինչով չէր հիմնավորված եւ պատճառաբանված, քան ներքին բախումները քաղաքացիական պատերազմներ։ Երկրի իշխանավորը, երկրի տերը երկրի խաղաղության պաշտպանը լինի։ Այդ է իր ֆունկցիան։ Պայել ներքի անվտանգությունը, ներքին համերաշխությունը, ներքին հանդուրժողականությունը, որպեսզի կարողանաս դիմակայել արտաքին այդ խնդիրներին, արտաքին հարձակումներին։ Մենք ունենք արտաքին ագրեսիվ ֆոն, Ադրբեջան, Իրանի նկատմամբ պատերազմ դեռ չի ավարտվել, Աստված չանի հանկարծ նորից այդտեղ բանի, մեզ մոտ շիլաշփոթ կստացվի։ Եվ այս ամենի համար ընդհանրեն իշխանությունը պետք է ունենա մեկ ֆունկցիա, կազմակերպել հասարակությունը դիմակայելու այդ ամենին։ Այս տղեն գնում է հակառակ ճանապարհով։ Իր խնդիրը հենց տանել սրացման, տանել բախման, տանել սև ու սպիտակի, ձերբակալել բոլորին, վախացնել բոլորին։ Սա կարող է անել միայն թշնամին։ Երևի Ալիևը երբեք չի մտածել, որ կարող է Հայաստանում ունենալ այնքան ազդեցություն բացասական, որքան բանն է, Փաշինյանն է անում։ Այս Փաշինյանը իր գործողություններով ավելին է անում Ալիևի ուզածը, քան Ալիևը կարող էր ակնկալել։ Ալիևը կարող էր ակնկալել, որ 340 կիլոմետր տված Հայաստանի տարածքից երկիրը չի ուզում իր տարածքը։ Ալիևի մտքով երազով կարող էր անցնել, որ իր բանտերում ունի 23 բանտարկյալ, ռազմագերի եւ միջազգային որևէ կառույցում այս գժերը չեն բարձրացնում այդ խնդիրը։ Հակառակը հետ են վերցնում դատական բոլոր հայցերը։ Բոլոր հայցերը հետ են վերցնում, այսինքն բոլոր առումով խնդիրներ լուծում են։ Ալիևը հաստատ հիմա զարմացած է, այս ինչ ոսկե ձկնիկ եմ գտել։ Այս ինչ խնդիրներ են լուծում առանց հայտարարեց պատերազմից, ներողություն, պատերազմից չէ, 2021 թվականի ընտրություններից հետո, երբ որ Փաշինյանին հաջողվեց կրկին խաբեությամբ վերընտրվել, հայտարարեց, որ մենք կոտրեցինք միֆը հայերի մասին եւ հայերը ապացուցեցին, որ իրենք ունակ չեն պետականություն կառուցելու։ Իհարկե այդ ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որը իր քաղաքական անգրագիտությունը կամ դավաճանությունը պրոյեկտեց մի ողջ ժողովրդի վրա եւ հրամցրեց Ալիևին։ Նիկոլ Փաշինյանին շատերը համարում են բռնապետ, բայց ես ասում եմ նա արդեն գնում է ֆաշիզմի, որովհետեւ նայեք ինչի համար եմ դա ասում։ Հայաստանի պատմության մեջ, համենայն դեպս նորանկախ պատմության մեջ չի եղել դեպք, երբ որ երկրի ղեկավարը ինչ որ մի գաղափարախոսություն մտահղանա եւ դրան փորձի տալ սահմանադրական տեսք։ Խոսքս իրական Հայաստանի մասին է։ Հիմա դա Մոգոնելա դա Փաշինյանը թե նրան հրամցրել են, այնուամենայնիվ Փաշինյանը փորձում է սահմանադրական փոփոխությունների միջոցով ոչ միայն հանել անկախության հռչակագրի ամբողջական դրույթները, այլ նաև իր իրական Հայաստան այդ ապազգային տեսլականին տալ սահմանադրական տեսք։ Ստացվում է այսուհետ, եթե մենք փորձենք հակառակվել Նիկոլ Փաշինյանի որևէ ասածին, ավտոմատ համարվելու ենք սահմանադրախախտներ, որովհետև ավտոմատ մենք հակադրվում ենք փաստորեն սահմանադրությանը։ Հիմա այս իրավական նոնսենսը, քաղաքական նոնսենսը չի բերում մեզ ամբողջական ֆաշիզմի, այսպես համատարած դրսևորմանը Հայաստանում, որտեղ չի եղել, էլ եմ ասում, իմ հիշողությամբ չի եղել դեպք, երբ որ երկրի ղեկավարը փորձի իր սեփական պատկերացումները բերել եւ սահմանադրության մեջ ամրագրել, ընդհուպ Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսում էր, որ սահմանադրության մեջ պետք է ամրագրվի իր պատկերացմամբ, որն է երջանկությունը։ Ստացվում է նույնիսկ դժբախտ մարդիկ, եթե դժբախտ են, բայց Նիկոլ Փաշինյանի չափանիշներով պետք է երջանիկ լինեին, նրանք նույնպես համարվելու են սահմանադրախ։ Դա արդեն փաստագրավորել է, դա փաստաթղթավորել է։
մենք գնում ենք ստալինիզմի ճանապարհով, հյուսիսային Կորեայի ճանապարհով, որ իշխանությունը հրահանգում է, որ ես միշտ պետք է կենսախինդ լինեմ, ես պետք է ուրախ լինեմ, երջանիկ մեծանան երեխաները, մի հոգ էլ կար, չէ, դասականներից, եւ ինքը թելադրում է ինչպիսի բեմականացումներ պետք է լինեն, ինչպիսի երաժշտություն պետք է գրվի, երեխաները պետք է նկարեն իրենց շրջապատի ծառերը։ Եթե գնացել ենք հումորին ասեմ, ես 13-րդ հարկում եմ ապրում եւ մեր պատուհանները Արարատին են նայելու։ Հիմա ինձ ինչ անելու, եթե ես ամեն օր Արարատ եմ նայում եւ հաճույքով նկարում եմ Արարատը։ Դա ինձ ոգեշնչում է։ Որ գեղեցիկ տեսան է, ժամը 1 Արարատի տեսանը փոխում է։ Դա իմ հոգու մեջ կա, մեր ամբողջ հազարամյա ստեղծագործությունների մեջ կա։ Ավետարանից գալիս է, Սուրբ գրքից գալիս է։ Ինչ է անելու այդ խեղճ ու կրակը, այդ Արարատի մեր օգտագործման հետ կապված, Արարատի մարզնա հանելու, Արարատ կոնյակնա ոչնչացնելու, Արարատ թիմի մեր պատմական հաղթանակները բանից, ֆոտո բան, վիդեո տարբերակներով հանի ոչնչացնի, ֆիլմերից է անել, абսուրդի ենք հասել, եւ ինչ ասեմ, Աստված դա շուտ ազատվենք այս փորձանքից։ Բայց սակայն Փաստանն է, որ նա փորձում է ոչնչացնել մեր ծննդականը, այն է անկախության հռչակագրի հետ կապված ասեմ։ Ես հայտարարում եմ, այդ ձեր ստուդիայում հայտարարում եմ, ես թույլ չեմ տալու։ Ես կարծում եմ այնքան ուժ ունեմ, մենք այնքան ուժ ունենք, այնքան հնարավորություն ունենք, դեռևս հասարակությունում այնքան հեղինակություն ունենք, որ այդ գործը թույլ չենք տա հասնի հանրաքվեի։ Բազմիցս բացատրել եմ, չեմ ալարում, հանրաքվեի երկու ելքն են ողբերգական են Հայաստանի համար։ Եթե հայերը քվեարկեն հռչակագիր անել, դա ամոթ է, խայտառակություն է, ծննդականը դեր ասած ոչնչացնել, կամ էլ չհանեն, որը պատրվակ կարող է լինել Ադրբեջանի համար, որ իբր մենք ունենք տարածքային ակնկալիքներ Ադրբեջանի նկատմամբ։ Երկու ելքն էլ անթույլատրելի է եւ ես պայքարելու եմ, չեմ թողնելու։ Վստահ եղեք իմ ընկերները, իմ կուսակից ընկերները, քաղաքական համախոհները, հասարակությունը կաջակցի, հանրաքվե չի լինելու այդ առումով։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ինքս նույնպես կմիանամ ձեր պայքարին։ Նիկոլը այսպես ասում են, բանը ծոծրակը կտեսնի, սահմանադրությունից հռչակագրի հանելը չի տեսնի։ Թույլ չեմ տա։ Այդքան կարծում։ Ես կարող եմ քիչ ինքնավստահ եմ, բայց վստահ եմ, որ այդ խնդիրը կարող ենք լուծել։ Մեր հասարակությունը պետք է ամբոստանա, մտավորականություն պետք է ոտքի կանգնի։ Այս չի մեր հասարակությունը։ Սա չենք մենք։ Արժանապատվությունը ամենակարևոր ցուցիչն է մարդու հասարակության։ Չի կարելի այսքան նվաստացնել։ Նվաստացնողը պետք է նվաստ։ Ես ուրիշ բանից եմ վախենում կարին, որ այս էներգիան ու բացասական այսպես հայախառն, վիրավորական, մերժողական, չգիտեմ, հավաքվի պայթի հանկարծ։ Ցանկալի է ընտրական օրենսգրքով, ընտրական գործընթացով Նիկոլին հեռացնել։ Դա լավագույն ձևն է, հավատացեք ինձ։ Ես չեմ ուզի բանով քշելով, ջարդելով, ավիրելով իշխանափոխություն լինի։ Դա երկրին օգուտ չի բերում։ Շատերը կուզեն ինչքան արագ, այնքան լավ։ Իհարկե, ես էլ կուզեմ օր առաջ Նիկոլից ազատվելը Հայաստանին օգուտ է բերել։ Ինքը մեր անվտանգության համար չարիք է, սպառնալիք է մեր երկրի անվտանգության համար։ Բայց այնուամենայնիվ ես փորձում եմ խոհեմ լինել, ողջախոհ լինել, մտահոգ լինել, որ ոչ թե ճանապարհն է լավագույն, այլ ընտրություններով հանգիստ ճանապարհելը։ Եվ մեր հասարակությունը քաղաքականություն այս ուղղությամբ գնա։ Քաղաքական ուժերը ամոթ է մեզ համար, որ մենք դեռ հիմա չունենք այն մեծ խումբը, այն մեծ շարժումը, որը Նիկոլին իշխանությունից պետք է հեռացնի ընտրությունների միջոցով։ Ցավալի է։ Սա արդեն ամոթ է, որ մոտենում ենք հեսա նոյեմբեր-դեկտեմբեր, մնում այսա մի 6 ամիս, եւ 6 ամսվա ընթացքում դեռ են դաշինքը, դեռ են մեծ կոալիցիան, մեծ շարժումը, մեծ համախոհությունը չի ձևավորվել, որի նպատակը պետք է լինել մաքրել իշխանությունը փոխել։ Տարբեր անուններ, կոմիտեի մեծ բանը փորձում են կիրառել, որտեղ լիդեր չկա։ Ես չեմ ուզում, ոչ դեպուտատ եմ ուզում, ոչ իշխանություն եմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում, բայց ուզում եմ Նիկոլից ազատվենք։ Եթե այսպես մտածեն շատերը, խնդիրը կհեշտանա։ Ես դու մնացածը չենք վիճի, թե ով է լիդերը, ով է որ համարը։ Բոլորն անգամ ովքեր պայքարում են 5 մանդատ ստանալու պարլամենտում, ես իրանց ասում եմ ամոթ ձեզ։
Այդ վիճակն է Հայաստանում, որ 5 պարլամենտ, 5 մանդատ կամ 7 մանդատ ստանալը խնդիր դառնա։ Մի խնդիր ունենք Հայաստանի պետության անվտանգություն, ինքնիշխանությունը փրկել։ Ինչ ես բաց կոմիտեի օրինակը բերեցի, պարոն Մանուկյան, որովհետև Ղարաբաղ կոմիտեում սկզբնական փուլում չկային ընդգծված լիդերներ, այն առումով եմ ասում, որ պայքար չէր գնում, թե ով է առաջնորդելու, ով է լինելու առաջին համարը, երկրորդ, երրորդ եւ այլն, սակայն պայքարի ընթացքում անհատները դրսևորվեցին, պայքարի ընթացքում ավտոմատ ինքնաբերաբար առաջին համարը բնական ընտրության երկրորդը, երրորդը, այո, բնական ընտրության միջոցով այդ ամենը Շատ լավ տեստ է, սա շատ լավ տեստ է։ Եթե իսկապես մտահոգ ես, խնդիր ունես երկիրը բերել շոուլի, բերել կանխատեսելի դիրքի, դու չպետք է ասես ես ուզում եմ լինել, ես ուզում եմ երկիրը լինի։ Այդ դեպքում հավաքվում են այս ձևի հեշտ է շատ մարդկանց հավաքելը եւ իսկապես տեստ է ովքեր են երկրի մասին մտահոգ, ովքեր են սեփական 5 մանդատի մասին մտահոգ։ Մոլդովայի օրինակ շատ երկրներ կան, Նիկոլ այսօր ձեզ հայտարարում ուղիղ աշխատում է դրա վրա։ Շատ տեխնացուներ լինեն, շատ կուսակցություններ լինեն, 15-20 հոգի քվեարկվի, ամենից մեկը ստանա 1%, 2%, 3%, 4%, ինքը ստանա 15% եւ 15%-ին գնա բոլոր մնացածների 0% Սա լավագույն մեխանիզմն է, ինչը մի ամիս առաջ Մոլդովան կիրառեց։ Ինչ արդյունքն է կվերեն Ինչ արդյունքում կարող է չունենալով ձայն վերարտադրվել։ Սա էլեմենտար բացատրություն է, քաղաքական ուժերը սա պետք է հասկանան։ Բաժան անելով բոլորիդ հեշտ ոչնչացնելու է, Կոչուբաև է անելու բոլորիդ։ Խելքի եք է։ Ընթացքի մեջ է, Ընթացքի մեջ է։ Ձեզ հաղորդման ժամանակ ես նոր լսեցի, որ մանկավարժականի ռեկտորին եւ աշխատակիցներին տարել են հակակոռուպցիոն բաժին, բերման են ենթարկել եւ այն շարունակվելու է սա։ Շարունակվելու այնքան, ինչքան հասարակությունը գլուխը իջացնի։ Ինչքան իջացեց, այնքան խփելու։ Ինչքան իջացեց, ավելի են խփելու։ Մի օրինակ եմ երեք լսել, եթե թույլ տաք, շատ չի կապվում այս թեմայի հետ։ Թագուհի Թովմասյանը մի հատ հրապարակում արեց, որտեղ ասում է, որ Հայաստանում խաղադրույքների վրա, խաղատներում 24 թվականին ծախսվել է, գիտեք ինչքան թիվ, չեք հավատա, 14 տրիլիոն, ներողություն 7.2 տրիլիոն, որը դոլարով, որպեսզի հեշտ բան անենք, անում է 18 միլիարդ դոլար։ Հայաստանում միայն այս երկրում 18 միլիարդ դոլար խաղադրույք է արվել 24 թվին։ Այս տարի դրանից շատ կլինի։ Համեմատելու համար, որ մեզ դիտողները հեշտ պատկերացնեն, թե 18 միլիարդ դոլարը, կրկնում եմ, ես սխալ չեմ ասում, 18 միլիարդ դոլար խաղադրույք է արվել։ Հայաստանի բյուջեն 8 միլիարդ է մոտավորապես, միջինացված եմ ասում։ Այսինքն Հայաստանի ամբողջ բյուջեն 8 միլիարդ է, խաղադրույքները Հայաստանում 18 միլիարդ են։ Կրկնակի եւ ավել։ Եվ Նիկոլին ասում են գնացեք մի հատ նայեք իր ժամանակ ինքը վերցրել է 400 միլիարդ, 400-ը դարձել է 18 միլիարդ։ Հիմա տեսեք աճ ինչքան է կազմում, 400-ից հասել է 10, մոտավորապես 20 անգամ կոպիտ հաշվառ, մոտավորապես 20 անգամ Հայաստանում խաղատների գործառույթ ուժեղացել է։ Մարդիկ փող են դնում, մարդիկ տունն են ծախում, խումար են խաղում, մարդիկ չգիտեմ ինչի վրա են հույսը դրել, կամ այնքան փող ունեն գողացած, մաքուր աշխատավարձ թոշակով մարդը կգնա խաղադրույք կանի բանի։ Այսինքն կեղտոտ փողեր են սրանց մեծ մասը, կամ մի մասը, այդպես ասեմ։ Այսինքն երկիրը հլա տեսեք ուր է թաղվում։ Հայաստանը շեղվում է, գնում է ուղղակի դեպի խաղատներ։ Դա ներդրում չի, արտադրություն չի, սոցիալական խնդիր, բանակ չի, որը ոչնչացնում։ Բանակի ծախսեր 300 միլիոն դոլար է մեր եղել, 400 միլիոն դոլար, 500 միլիոն դոլար, 500 միլիոն դոլարը ուր, 18 միլիարդը ուր։ Այդ ձեր Բայց այդ ամենը տեղավորում է Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստան եւ այսպես այսօր որ հրճակում ենք մենք արդեն խաղաղության դարաշրջանում ենք, այդ խաղաղության դարաշրջանին է մեկը խաղադրույք է անում, մեկը գնում է համերգ, մեկը զվարճանում, այսինքն Նիկոլ Փաշինյանի սպառողական զանգվածն է ձևավորում, չէ՞ նրա նպատակը դա է, չէ՞, ինչ է ասում դպրոցականներին, սովորիր, որ լավ ապրես, այսինքն չկա որևէ ազգային, ասենք, իդեա, որևէ հերոսացում, որևէ երազանքների ամրագրում այդ ընդամենը սովորիր, որ լավ ապրես, այդքան բան, այսինքն սպառողական զանգվածը համար արդեն պրոբլեմա դարել։ Հա, բանով են բացելու են, անվանումը մոռացա ինչա կոչվում։ Մենք կրթված չենք, արդեն
արդեն այնքան անհեթեթությունների հասել, որ սկզբից ասեցի, որից սկսես, որը հիշես, որը մոռանաս, 4 կողմ անհեթեթություններ է։ Ով ես դու, որ կանգնել ես մի ամբողջ ազգի, ասում ես դու կրթված չես։ Մեղա, ամբողջ աշխարհը մեզ ճանաչում է իր կրթության նկատմամբ հարգանքի, ամեն ընտանիքում պիտի շախմատի տան, ամեն ընտանիքում դաշնամուրի պիտի տան, ամեն ընտանիքում եթե երեխեն կրթություն չի ստանում, աբիտուրենտ պիտի բանանեն, պահեն, դասատու վարձեն։ Մեր ընտանիքների համար հայ ժողովրդի տիպի տեսակի համար կրթությունը ընտանիքը բարձր արժեքներ են, դա այնց բարձր արժեք չկա։ Երբեմն նաև դա չարաշահվում է, այսպես ընտանիքը դառնում է սուպեր դոմինանտ արժեք, պետությունը մի պահ մոռացվում է։ Բայց այս արժեքը կրող ազգին դու ասում ես կրթված չես, ու դու քո կինն եք կրթելու Էրդողանի գրքերով, հա, Էրդողանի գիրքը քո կրծքին դրած, կինդ էլ զեկուցում է, որ կարդացել վերջացել Էրդողանի գիրքը։ Գնա Լեո կարդա, Ռաֆի կարդա։ Հարձակվում է նաև հենց ընտանեկան մոդելի վրա, ինչու եմ դա ասում, երբ որ նա լայվով հայտարարեց, որ պատասխանելով ձեր հարցերին ասեմ, որ ես ու Աննա Հակոբյանը ամուսնացած չենք ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով, ես վստահ եմ, որ որևէ մեկը նրան նման հարց չէր տա, որովհետև ոչ ոքի մտքով չէր անցնի 4 երեխա ունեցող ընտանիքին հարցնի դուք եկեղեցով կամ ԶԱԳՍ-ով ամուսնացած եք, թե ոչ։ Ես կարծում եմ դա դիտավորյալ Նիկոլ Փաշինյանը դրեց շրջանառության մեջ այդ գաղափարը, որպեսզի հարվածի նաև ընտանեկան հայկական ավանդական մոդելին դրա բխող բոլոր իր արժեքային համակարգով։ Երևի ամփոփենք սրանով, երեք մի հատ բան եմ կարդացել, մեր Արման Գրիգորյանն էր շատ լավ ստատուս դրել, մի հատ հունգարացի կա, որը ասում է հիմարություն ասելու վրա ավելի քիչ էներգիա է գնում, քան այդ հիմարությունները հերքելու, նրանց էությունը բացատրելու վրա, եւ այդ էներգիան բազմակի ավելի շատ է, այսինքն հիմա հասկանում եք, իրանք մի հատ հիմարություն են անում, մենք ընկած բոլոր հեռուստաընկերություններով, եթերներով, հոդվածներով փորձում ենք այդ հիմարությունները բացատրել, ասել, որ այդպես չի, որ մի հիմարը քարը գցում է 100 խելոք չեն կարող անել։ Սա չի ճանապարհը։ Գիտեք, նստել, բողոքել, ասել, այդ սխալները պետք է, բայց եթե դու չես ասում լուծումը, ում է պետք քո ասած դառնում է փնփնթոց, դու դառնում ես բողոքական։ Ուստի, եկեք այսպես ավարտենք։ Իրադրությունը պարզ է բոլորի համար։ Ակնհայտ է։ Բոլորը հասկանում են, ում հետ խոսում ես, բոլորը գիտեն ինչ է տեղի ունենում։ Լուծումը պետք է լինի։ Լուծումը հետևյալն է. յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, ինչպես 91 թվին եկավ Տեր կանգնեց իր պետականությանը, իր պետության ստեղծմանը, հիմա էլ պետք է իր մեջ քաղաքացուն արթնացնի եւ ասի ես իմ մասով պետք է Նիկոլից ազատվելու խնդիրը լուծեմ։ Պետք է կազմակերպեմ գրագետ ձևով երեխուս, հարևանից, չգիտեմ, ուսուցչից, աշակերտից, որ մենք գնում ենք կործանման ճանապարհով։ Ժողովուրդ ջան, եկեք խելքի գանք, ուսուսի տանք, թեթևի տանք, նայենք ծրագրերը, ով ինչի առաջարկում, նայենք քաղաքական ուժերից ով է մնացել ազնիվ, ով է համարձակ, ում հետևը լսողներ կան, ում ասածն է ռեալ, ոչ թե հեքիաթային, ոչ թե կենացային, համախմբվենք մի բան անենք։ Այս ամենը չի լինելու առանց քաղաքացու որոշման։ Կոչս, դիմումս, խնդրանքս, հորդորս է ժողովուրդ ջան, մեր երկիրը մեր ձեռից գնում է։ Եկեք խելքի գանք, եկեք սթափվենք, շատ բան մեզնից պետք չի։ Մտածենք ոնց ենք դուրս գալու այս ամենից, նայենք 4 կողմը, ուսումնասիրենք, գնանք այս երկրի այս չարաբաստիկ կործանումը կանգնացնենք։ Սա է լուծումը։ Յուրաքանչյուրը թող իր մեջ, իր մասով, իր փոքր մասով տեր կանգնի այս երկրին։ Դե ինչ պարոն Մանուկյան, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։